Տիկին Ավանեսյան, վերջին ժամանակաշրջանում բավականին հետևողական փորձում եք ներկայացնել ծրագրի առանձնահատկությունները, օրինակ վերջին մի քանի ձեր Facebook-յան ռիլերն այն մասին են, թե յուրաքանչյուր քաղաքացի որքան պետք է վճարի, ճիշտ հաշվարկներն եք ներկայացնում, բայց ես կուզենայի, որ նույն պատվախնդրությամբ դուք օրինակ ներկայացնեիք, թե այդ քաղաքացին, որ տարեկան 130,000 փաստացի վճարում է իրականացնելու, ինչ ծառայություններից է օգտվելու։ Այն որ գումարը պիտի տան, այդ հասկացանք։ Ինչ տրամաբանության պետքա տան, դա էլ հասկացանք։ Բայց ինչի դիմաց պետքա տան այդ գումարը։ Ես կարող եմ բացել իմ հեռախոսը բազմաթիվ նամակներ ցույց տալ։ Հարցնում են, այս ինչ վիրահատություն է, փոխհատուցվելու է, պետպատվերի, այսինքն պարտադիր ապահովագրության շրջանակներում կա, չգիտեմ ինչ պատասխանել։ Այս ինչ ծառայություն է, վիրահատությունը, դեղերը, չկա դրա պատասխանը։ Արդեն երկրորդ բանն են քննարկում, ընթերցումն է, հեսա օրենքը պիտի հաստատվի, տենց էլ չիմացանք։ Մարդիկ գումարը տալիս են, դրա դիմաց ինչ ծառայություն են ստանում, բայց չէ՞ որ սա ֆունդամենտն է ամբողջ պրոցեսի։ Եթե այս հարցի պատասխանը չկա, մնացած ինչ հարցեր ենք մենք քննարկում։ Սա առաջինը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, սիրելի թոշակառուներ, հատկապես 63 եւ 64 տարեկաններ։ Մեր խմբակցությունը առաջարկ է ներկայացրել, որտեղ նաև 63 եւ 64 տարեկան մեր թոշակառու քաղաքացիները կարող են օգտվել այս ծրագրից, այսինքն պարտադիր ապահովագրության փաթեթից։ Բայց պարզվում է, չգիտես ինչ տրամաբանությամբ վերցվել է հենց 65 տարեկան եւ ավելին։ Անկեղծ եմ ասում, մի տրամաբանություն դրա տակ պետք է լինի, օրինակ 63 տարեկան թոշակառու քաղաքացի։ Ինչով է տարբերվում 65 տարեկան թոշակառու քաղաքացուց։ Եթե 65-ի համար ասում եք ես քեզ համար փոխհատուցում եմ, 63-ի համար չփոխհատուցելու տրամաբանությունը ո՞րն է։ Եթե ասում եք նախնական հաշվարկներ պիտի անենք, անեիք։ Եթե տրամաբանություն ենք վերցնում, այդ նույն տրամաբանությամբ կգաք կասեք 70+ ենք վերցնում։ Ինչ որ տրամաբանություն պետքա դրվեր տակը եւ 63 տարեկանից սկսած, այսինքն թոշակառու տարիքը ներառելը առավել քան պետք էր, այն որ համակարգը իսկապես պատրաստ չի, բուժաշխատողները, հերթերը շատ կարճ երկու հարցադրում անեմ, բոլորս հասկանում ենք, որ շատ մեծ հերթեր են առաջանալու։ Հիմա դուք ասեք ինչ եք անում, որ այդ հերթերը չլինեն։ Շատ մեծ ծանրաբեռնացա տակ են գտնվելու բուժքույրերը, բուժաշխատողները, ինչ եք անում թեթևացնելու նրանց աշխատանքը։ Հարցերը բազմաթիվ են։